Այն կազմում Լևոն Հայրապետյանին այն չարաբաստիկ վնասվածքից հետո Բուլղարիայի հավաքականի հետ խաղում նա շատ երկար ժամանակ ապաքինվում էր, ոչ մի կերպ չէր թույլ է տալիս բավականին կոպիտ սխալ, ընդ որում մեր երկու կենտրոնական պաշտպաններն այս դրվագում վատ խաղացին, չի կարողանում ստանալ գնդակը Ռումյան Հովսեփյանը, սայթակեց, այսպես մի տեսակ սումբուր մեկնարկ է մեր ֆուտբոլիստների կողմից, Գևորգ Ղազարյանն է ստանում գնդակը, լավ փոխանցում էր կատարում դեպի Մովսիսյանը, Մխիթարյան, Աբդուլազիզ Հուսեյնն է ստանում գնդակը աջ եզրում, խլում է Գևորգ Ղազարյանը գնդակը նրանից, փոխանցում դեպի Մովսիսյանը, մի փոքր անաջող կասեցրեց գնդակը Յուրամովսյան տեսակ, Իսմայել Սալեմը, Ղազարյան, բաց է թողնում գնդակը դաշտի սահմաններից։ Պայստայիներին ավելի ուշ եմ թվարկում, բայց քանի որ սա մեր հավաքականն է և ֆուտբոլասերներին հետաքրքիր է, ես հիմա էլ կասեմ, բայց այս գրոյից հետո Ղազարյան փոխանցում Տուգանային հրապարակ և խաղից դուրս վիճակում է Յուրամովսյան կասեցնել, ավելի ուշադիր, ավելի ամուր այսպես պետք է գործել պաշտպանությունում, Ղազարյան միայնակ փորձեց մրցակցի 3 ֆուտբոլիստների հսկողությունից ազատվել, չկարողացավ և գնդակը կորցրեց հավաքականի կատարմամբ։ Ուզբիլիսը նետում է դեպի Մովսիսյանը, փոխանցում Տուգանային հրապարակ, և առաջին պահը և քիչ էր մնում Գևորգ Ղազարյանը բաց էր հանդիպանաշ աջ եզրով, նրա երկու գոլային փոխանցումները այդ ամենի վառ վկայությունն են։ Սա Հալում է գնդակը, մեր հավաքականը Մովսիսյան լավ դիրքում ստանում է գնդակը, բայց չկարողացավ Գնդակը մնում է դաշտի սահմաններում, Գևորգ Ղազարյան, չկա երկրորդ կեսում նրա այն ակտիվությունը, որ առաջին խաղակեսում Ղազարյան շատ լավ փոխանցում էր, Արասը վատ կասեցրեց գնդակ, պահում է գնդակը և խաղում Գևորգ Ղազարյանի հետ, Ղազարյան դեպի աջ է փոխում գրոյողությունը, Արաս Օզբիլիս, միայնակ կարելի է փորձել, Օզբիլիս, դեպի ձախ, այստեղ Գևորգ Ղազարյանն է, փոխանցում Տուգանային հրապարակ, հասավ գնդակին Մոհաննադ Սալեմը, վերցնում է գնդակը, շտապում են մեր ֆուտբոլիստները, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի հավաքականը միայն հաղթանակի մասին է մտածում կազմում։ Լևոն Հայրապետյանի լավ մարզավիճակը իհարկե ուրախացնում։ Կարծում եմ երկրորդ խաղակեսում մի փոքր ֆիզիկապես նա նստեց, բայց դա էլ տրամաբանական է, վաղուց չէր խաղացել։ Հիմա ավելի հազվադեպ է երկրորդ կեսում միանում Ահմեդ, Սալի Հասան Եվ այստեղ էլ դեղին կստանա Գևորգ Ղազարյանը, միտումնավոր։ Առաջին խաղակեսը այս պարագայում էր պետք է ասել, առաջին խաղակեսը Գևորգ Ղազարյանի համար էլ շատ ավելի հաջողված էր, քան երկրորդը։